Պարոն Սարգսյան, դուք բողոքարկել էիք ցուցակում անցնելու համար, փաստորեն մերժվեց, ինչ է նշանակում, որ ես դիմել եմ որոշում կա եւ դա չի Ես դիմել եմ սահմանված կարգով, որպես քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամ, որպեսզի ընդգրկվեմ, ինձ հնարավորություն ընձեռվի ընդգրկվել ցուցակի նախնական ընտրության կազմում, այսինքն դա ոչ թե ցուցակն էր, այլ նախնական ընտրության կազմը, որից կուսակցականները պետք է ընտրության միջոցով որոշեին համամասնությամբ, թե ով ցուցակի որ հորիզոնականը պետք է զբաղեցնի։ Ինձ որևէ հիմնավորում չներկայացնելով քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը մերժել է, ես սահմանված կարգով բողոքարկել եմ վարչության որոշումը, ինձ հրավիրել են վարչության նիստի եւ որևէ ինձ համար ընդունելի պատճառաբանություն կամ ընդհանրապես պատճառաբանություն, որը ես համարում եմ օբյեկտիվ, չի ներկայացվել եւ իմ դիմումը մերժվել է եւ ես առաջիկայում չեմ կարող իրացնել իմ իրավունքը որպես կուսակցական եւ լինել ցուցակում, որպեսզի մեր կուսակցականները որոշեն, ես լինեմ ազգային ժողովում, թե ոչ։ Մենք որդեգրել ենք կուսակցությունը որդեգրել է քաղաքականություն, որ պետք է լինի թափանցիկություն, հավասարություն եւ պետք է լինի բոլոր կուսակցականների համար թափանցիկ գործընթացը, ցավոք սրտի բազմաթիվ կուսակցական իմ ընկերներ տարակուսանք են հայտնում, որ իրենք տեղեկացված չեն, թե ես ինչու թույլ չի տրվել, որպեսզի ես ընդգրկվեմ ցուցակում։ Ես առաջիկայի ընտրություններում, եթե որևէ բան չփոխվի, այսինքն եթե վարչությունը նոր որոշում չկայացնի, օրինակ վարչության նիստ չանեն ու որոշեն, որ չէ հայկի նկատմամբ սխալ են, կարեք եք ընդգրկենք, ես չեմ լինի առաջիկա ընտրություններում քաղաքացիական պայմանագրի կուսակցության նախընտրական ցուցակում, ասեմ, որ նաև նման ցանկություն չունեմ անգամ բողոքարկելուս չընդունելուց հետո լինել նախընտրական ցուցակում։ Ցուցակ կլինեք մասնակցեք։ Ես արդեն պատասխանեցի հարցին։ Մնալու եք որպես ԿՊ Ես մինչև 2026 թվականի նոր ընտրությունները ավարտը եւ գումարվի հաջորդ խորհրդարանային 9-րդ գումարումը, դա մոտավորապես կլինի 2026 թվականի սեպտեմբերին, շարունակելու եմ իմ լիազորությունների սահմաններում աշխատել եւ իրացնել բոլոր այն նպատակները, որ ունի մեր կուսակցությունը։ Անձնապես Փաշինյանի հետ հանդիպում կարող է պլանավորել։ Չունեմ նման պլանավորում։ Ինչի մտածում եք, չի ընդունի ձեզ։ Չէ, անհրաժեշտություն չկա։ Այսինքն դուք հասկացաք, որ Փաշինյանը մտադիր է ձեզ չտեսնել ապագան խորհրդարանում։ Ես հասկացա, որ քաղաքացիական պայմանագրի կուսակցության վարչությունը չի ցանկանում, որպես ես լինեմ նախընտրական ցուցակում։ Նաև Նիկոլ Փաշինյանը։ Վարչությունը։ Ինչու եք դուք հիմա պաշտպանում Նիկոլ Փաշինյանին։ Ես կներեք որտեղ տեսակ պաշտպանել։ Վարչությունը ունի 20 անդամ։ Վարչությունը ունի 20 անդամ, բոլորի ձայները հավասար են եւ վարչությունը կայացրել է երկու որոշում, առաջի դեպքում մերժել է իմ ցուցակում ընդգրկվել է, երկրորդ դեպքում մերժել է իմ բողոքարկումը։ Եվ սա վարչության որոշումն է։ Ոնց է դա ձեր ձևակերպեմ Չէ, կներեք ուրիշ հարցեր խնդրում եմ։ Եթե կամենա Փաշինյանը, դուք արդյոք չեք լինի այնտեղ։ Այդ հարցը ինձ չի ուղղված։ Facebook-յան ձեր էջում 2018 թվականից վիդեոներ եք պատերաբար հրապարակում, ցույց տալով, որ Փաշինյանն աջակցել է 2007 թվականից։ 2007-ից, բայց մասնապես նաև 2018 թվականի դեպքերի հետ կապված, այսինքն այս ամենը չօգնեց, հա, Փաշինյանի ոչինչ չասած, այն մարդիկ, ովքեր իր հետ ճանապարհ են անցել, հեղափոխություն են իրականացրել, փաստորեն նրանց հետ կարող են հեռացնել եւ որևէ խնդիր չունի։ Ես արդեն պատասխանեցի, որ վարչությունը կատարել է որոշում է կայացրել եւ նաեւ երկրորդ որոշումն է կայացրել, որով չի փոխել իր առաջի որոշումը, թե ով ինչով է առաջնորդվել, կարող եք այդ հարցը ուղղել վարչության անդամներին։ Որովհետև հիմնականում ասում են, որ ձեր շուրջ ստեղծված այս աղմուկը պայմանավորված է այն մարդկանց հետ, ովքեր որ քրեական ենթամշակույթին են պատկանում եւ դուք նրանց հետ ջերմ հարաբերություններ ունեք։ Խնդրեմ, որ նման բան է ասում, որևէ հիմնավորում ներկայացնի, դա անհեթեթություն է, ես որևէ քրեական ենթամշակույթի հետ երբևէ կապ չեմ ունեցել եւ հիմա էլ չունեմ, ես չունեմ նման ընկերներ, ես որևէ ընկեր չունեմ, ով հանդիսանում է քրեական ենթամշակույթի բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ, այսինքն քրեական հեղինակություն կամ օրենքով գող, չկա նման բան, ասեմ ավելին, ես միակ պատգամավորն եմ, ով ազգային ժողովը մշտապես բարձրացրել է քրեական ենթամշակույթ կրող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը եւ որևէ առումով աշխատանքը առաջ չի գնացել, այսինքն
տրամաբանական եք համարում, որ միակ падգամավորը, ով ելույթներով, ներքին գործերի նախարարին հարց տալով, բարձրացնելով քրեական ենթամշակույթ գրող անձանց հարցը, իրեն մեղադրում են, ասում են, այս падգամավորը կապ ունի քրեական ենթամշակույթի հետ։ Այսինքն միակ անձն եմ, ով դրա մասին ազգային ժողովում բարձրաձայն խոսացել է, դա նշանակում է, որ ես սատարում եմ քրեական ենթամշակույթին։ Այսինքն, երբ ես ասում եմ, որ օրենքով սահմանվում է, որ քրեական ենթամշակույթի բարձրագույն կարգավիճակ ունենալը, տալը, ստանալը, պահպանելը, նախատեսում է քրեական պատասխանատվություն, պատիժ, մինչև 6 տարի ժամկետով ազատազրկում, ինչու չի օրենքով սահմանվածը նորմը կիրառվում, քանի որ ունենք օրենքով տասնյակ օրենքով գողեր, ովքեր գտնվում են ազատության մեջ, ինձ անհասկանալի պատասխաններ են տալիս ուժային կառույցները, որ ինչ-որ անձանց մասով գնում է քրեական գործեր, ինչ-որ անձանց մասով չկա տեղեկատվություն, մինչդեռ այդ տեղեկատվությունը, որ մենք ունենք տասնյակից ավել մոտ 2 տասնյակ օրենքով գողեր, նույն ներքին գործերի նախարարությունն է ինձ տրամադրել։ Այսինքն ինձ տրամադրում են, որ մենք ունենք 2 տասնյակ օրենքով գողեր, նաև ինձ տրամադրում է տեղեկատվություն, որ որևէ գող կալանքի մեջ չի գտնվում, բացառությամբ մեկ վրացի գողերով Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունի, այլ հոդվածով էր կալանավորվել եւ դատարանում չգիտես ոնց հայտարարել է, որ հանդիսանում օրենքով գող, նաև քրեական ենթամշակույթի հոդվածն է նրա վրա ավելացել, բացառությամբ այս դեպքի այս վիճակագրությունը ասում եմ անցած տարվա դրությամբ, որովհետեւ նոր վիճակագրություն չեմ բա, չենք ունեցել որևէ օրենքով գող, ով գտնվում է կալանքի մեջ։ Ունեցել ենք ովքեր գտնվել են տնային կներեք վարչական հսկողության տակ, այսինքն բրասլետով կամ գրավի դիմաց են դուրս եղել, ունեցել ենք բազմաթիվներ, ովքեր քրեական գործերը կարճվել են։ Այսինքն այս պայմաններում ու գալ ասել, որ Սարգսյան Հայկը քրեական ենթամշակույթին հովանավորում է, դրա մա պիտի լինի, չլինի ցուցակում, սա ոչ միայն սուտ է, այլ սա չեմ կարող այլ Սարսյանաշորերին կներեք նաև, որ ամեն դեպքում ձեզ թիմից մերժում են, կուսակցությունից մերժում են, դուք ինչ բացատրություն եք։ Ես բացատրություն չունեմ, ուղղակի հարցեր չկա նման հարց։ Եթե այլ հարցեր չունեք, ամփոփեք, որտեղ հարցերը կրկնվում են։ Իրոք էլի ժողովուրդ ջան, Կառավարության հետ որևէ խնդիր ըստ չկա, ես շատ հաջող կերպով 5 օրենքի նախագիծ եմ ընդունել, որոնց կառավարությունը տվել է դրական եզրակացություն։ Այսօր 6-րդ օրենքն է քննարկվել հանձնաժողովում, որին նույնպես կառավարությունը տվել է դրական եզրակացություն։ Պատրաստվում եմ առաջիկա մի շարք օրենքի նախագիծը շրջանառել մինչև իմ լիազորությունների ժամկետի ավարտը եւ համագործակցել կառավարության հետ։ Շնորհակալ եմ, եթե այլ հարցեր չկա նման հարց։ Պարոն Սարգսյան, այսօրին ձեզ տեսնում ենք Գերիների հարազատներից մեկի հետ եւ շատ են խոսակցությունները, որ դա ձեր PR-ի համար եք դուք անում։ Ցավում եմ, որ նման խոսույթ կա, բայց նաև օբյեկտիվ է, որ կարա նման տպավորություն ձևավորվի, որ Սարգսյան Հայկը որոշել է PR անել սեփական անձը, նշեմ թե ինչպես է եղել դեպքը եւ ինչպես է եղել կոնկրետ այս մասնավոր դեպքը, որ տեղի ունեցել 3։ Ուրեմն 3 չէ առաջի օրը մենք տեղեկություն ենք ստանում եւ եղբայրս, որ գերիներից մեկի կինը, ով բնակվում է Լիբանանում, ազգությամբ արաբ, Լիբանանի արաբ, Լինդա անունով կինը, ցանկանում է գալ Հայաստանի Հանրապետություն, որպեսզի տեսնի իր ամուսնուն, ով 5 տարի եղել է գերեվարված, 5 տարի 2 ամիս եղել է գերեվարված Ադրբեջանում։ Նման միտք է հնչել, որ նա չունի տոմսի գումար, որպեսզի վերադառնա հայրենիք։ Մենք կապվել ենք իր հետ, որպեսզի լուծենք այդ հարցը, որպեսզի նա վերադառնա։ Իմացել ենք, որ արդեն այլ հայրենակից, ով հետագայում ասեցին այլ դաշնակցության ներկայացուցիչը տոմսը գնել է։ Ես չեմ ուզում, որպեսզի ստեղ որևէ քաղաքական հայացք կամ կուսակցական պատկանելություն տարանջատենք։ Շնորհակալ եմ այդ մեր հայրենակցից, դաշնակցության այդ կուսակցության ներկայացուցիչ կամ համակրից, չգիտեմ ով է, եղբայրս իր հետ խոսացե, ով գնել է այդ տոմսը, մենք էինք պատրաստվում գնել, ինքն է գնել, շատ շնորհակալ ենք դրա համար։ Լինդան վերադարձել է Հայաստանի Հանրապետություն, մենք իր հետ խոսել ենք, նա չուներ Հայաստանի Հանրապետությունը ոչ ընկերներ, ոչ բարեկամներ։ Մենք ցանկություն ենք հայտնել նրան օդանավակայանում դիմավորելու, որպեսզի ուղեկցենք, տանենք եւ իր ամուսնու հետ հանդիպի։ Շատ ուրախացել է, իդեպ Հայաստան վերադառնալուց հետո ասել է, որ ձեր զանգից հետո են որոշել վերադառնալ, քանի որ միջև դա չէի հավատում, որ ամուսնուս ազատ են արձակել, տեղեկատվությունը, որ ամուսնուն արձակել են, ստացել է լրատվականներից մեկից եւ չի հավատացել, ասել է ինչու եք իմ յարդերի հետ խաղում, ինչու եք նման կեղծ տեղեկատվություն տալիս։ Միայն մեր խոսքից հետո նա հավատացել է եւ վերադարձել է, սա ասում եմ իր խոսքի մեկնաբանություններով։ Նրան դիմավորել ենք օդանավակայանում
եւ ուղեկցել ենք գնացել ենք հոսպիտալ, որտեղ պահվում էին մեր երևարված գերությունից վերադարձած տղաները։ Ասել են, որ նա գնացել է քննչական կոմիտե։ Միասին Լինդայի հետ գնացել ենք մեր տուն, որտեղ մոտ 5-6 ժամ սպասել ենք։ Քննչական կոմիտեից երբ ասել են, որ արդեն ավարտվել է գործողությունները, գնացել ենք եւ նրանք հանդիպել են ամուսիններով։ Դրանից հետո, քանի որ չեն ունեցել այլ ուղեկցող անձ, չեն ունեցել բարեկամներ, ընկերներ, չեն ունեցել որևէ դրամ իրենց գրպանում, մենք շարունակել ենք նրանց ուղեկցել, տանել հյուրանոց, այսօր առավոտյան, քանի որ ես նիստի ընկերներից մեկին եմ խնդրել, որպեսզի նրան եւս մեկ անգամ տանի քննչական կոմիտե, այսինքն այս աշխատանքը մենք անում ենք հասարակական հիմունքներով, որպես քաղաքացի, տեղյակ ենք, որ այս անձինք չունեն բարեկամներ Հայաստանի Հանրապետություն, չունեն ֆինանսական միջոցներ, չեն ճանաչում քաղաքը եւ անհրաժեշտություն կա նրանց քաղաքում ուղեկցելու։ Այսինքն, եթե Լինդան օրինակ գար օդանավակայան Լիբանանից, որտեղ անհամեմատ ավելի տաք է, քան Հայաստանում, եւ չիմանար որտեղ է պահվում իր ամուսինը, չիմանար թե ինչպես կարող է հասնել նրան, տեսակցել, չունենալով հեռախոսի համար, չունենալով ինտերնետ եւ այլն, նա չէր կարողանում դա կազմակերպել, մենք փորձել ենք սա կազմակերպել եւ կարող է դա սա դիտվել որպես PR, բայց մենք սա արել ենք մեր հանգստության համար, որովհետեւ դիրապետել ենք տեղեկատվության, որ այս մեր լիբանանահայ բարեկամը Վիգենը տեղափոխվել է Հայաստան, տեղափոխվել է Շուշի մշտական բնակության։ Պատերազմի ընթացքում չի լքել Արցախը եւ որպես քաղաքացիական օգնել է, պատգարակներ է տեղափոխել, վիրավոր անձանց է տեղափոխել, միջև վերջի օրը մնացել է։ Ու ինքը մեր երկրի ծառայություններ է մատուցել։ Ու այսօր ժամանակն է, որ մեր երկրի գերությունից հետո մեր քաղաքացիները իդեպ ասեմ, շատ քաղաքացիներ գրում են ու պատրաստակամություն են հայտնում մեր քաղաքացիներին այո օգնելու ֆինանսապես կամ հյուրանոցի հարց լուծելով կամ այլ միջոցներով, ուզում եմ ասեմ, սա ընդհանուր բոլորի սրտով է ու այս աշխատանքը մենք պետք է անենք, նրանց մենակ չթողնենք։ Մի կարճ հարց, դուք ինչպես եք վերաբերում այն հանգամանքին, որ Թուրքիայի արտգործնախարարը աջակցություն է հայտնում Փաշինյանին ընտրությունների այս նախաշրջանում։ Նման տեղեկատվություն չեմ տիրապետում, չեմ ցանկանում մեկնաբանել, չեմ կարդացել։ Այլ հարցեր ունեք։ Ծառայության վերաբերյալ, տեսեք, նրանք ովքեր ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է ծառայության մեկնումը, հիմա եթե այս նախագծով նրանք զորակոչվեն բանակ, ստացվում է ծառայելու են 1.5 տարի 2-ի փոխարեն, ճիշտ է։ Ոչ, իմ նախագծի շահառուները ծառայելու են 2 տարի ժամկետով, քանի որ օրենքի շահառուները 1999 թվականին կամ 2000 թվականին ծնված քաղաքացիներն են, եթե նրանք սահմանված կարգով գնային ծառայության, պետք է գնային 2018 թվականին, իսկ 2018 թվականին գիտենք, որ ծառայությունը 2 տարի ժամկետով էր, այսինքն իրենք պետք է լրացնեն այն բացը, որը թողել են։ Իսկ այս նոր համազգեստի վերաբերյալ ինչ դիրքորոշում եք բացակայել։ Չեմ ուսումնասիրել, չեմ կարող դիրքորոշում հայտնել։ Փաշինյանը գոհունակություն էր օրինակ հայտնել, տարածել էր նմուշները։ Ես չեմ տեսել։ Շնորհակալ եմ։